Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է։ Մարդիկ վաղ առավոտից Երևանում այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի սկզբին ցեղասպանության զոհ դարձած ավելի քան 1.5 միլիոն հայերի հիշատակին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանի, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ հարգանքի տուրք մատուցեցին հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նախորդին երեկոյան, ինչպես յուրաքանչյուր տարի, կայացել էր ջահերով երթը դեպի հուշահամալիր։ Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնի հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, ովքեր զոհ գնացին 1915 թվականից ահագնացած կոտորածներին եւ զանգվածային տեղահանություններին։ Այս օրակարգի շուրջ կառավարության եւ անձամբ իմ մտորումներն ու մտածումները հանգում են հետեւյալին. զարգացած ինքնիշխան անվտանգ, այսինքն սահմանազատված եւ սահմանագծված սահմաններով Հայաստանի Հանրապետությունն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը։ Մեր ժողովրդի բոլոր զոհողություններին եւ զոհերին մեր հավատարմության Ավատչյան պետություն եւ պետական շահեր Հայաստանի Հանրապետություն միջազգայինորեն ճանաչված տարածքով հարևանների հետ կարգավորված հարաբերություններով, բաց սահմաններով, խաղաղություն, աշխատանք, բարեկեցություն, ազատ եւ պաշտպանված քաղաքացի։ Ահա թե ինչը, ովքեր եւ ինչպես պիտի վառպահեն Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, ահա թե ինչպես պետք է վերապրենք Մեծ Եղեռնի ողբերգությունը։ Մենք կերտելու ենք մեր ազգի արժանապատիվ ապագան։ Վարչապետ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշների այրումը, ըստ նրա մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի Փաշինյանը նման գործելակերպը համարում է անպատասխանատու եւ անընդունելի միջազգայինորեն ճանաչված պետության, առավել եւս հարևան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ, դա սատրիչ եւ հրահրող գործելակերպ է, նշել է Բաղդասարյանը։ Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշը այրելուց ոչ ոք տենց հրճվանք կամ չգիտեմ գերհաճույք չի ստանում, դա ընդամենը հասարակ մարդկանց եւ այստեղ կապ չունի հոյիդա կամ ոչ հոյիդա ամենայն հարգանքով ներողություն մեզ հետեւողականորեն 100 տարվա ընթացքում դուրս են մղում մեր տնից կոտորելով չգիտեմ բոլոր գործողությունները կատարելով վերջինը 23 թվականի սեպտեմբերի 19-ին է Ես հասկանում եմ, որ գոյություն ունի օրինակ իշխանական տեսլական գնալ եւ բարելավել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները, բայց մենք պետք է շատ հստակ եւ պարզ ֆիքսենք հետեւյալը, որ Թուրքիան եւ Ադրբեջանը բարելավման եւ խաղաղության տեսլականի ներքո տեսնում են արևմտյան Ադրբեջան եւ հայերի բնաջնջում։ Հիշեցնեմ, միգուցե մոռացել է իշխանությունը, նույն Էրդողանը, երբ որ օկուպացված Արցախում ռազմական զորավարժություններ էին եւ հետո սենց զրահանդես էր մի հայտարարություն արեց, որը չգիտես ինչու այս իշխանությունը այդքան չգիտեմ վրթովմունք չառաջացրեց, օրինակ ասեց այսօրը փառաբանվեց Էնվեր Փաշայի հոգին։ Դուք հասկանում եք ինչ է կատարվում։ Հանրապետության հրապարակում Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը դուր չի եկել նաև Հանրապետություն կուսակցության նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանին նա կատեգորիկ դեմ է ինքնահաստատման եւ խիզախ երևալու նպատակով այլոց դրոշներն այրելուն։ Քաղաքական գործիչը դեմ է ցեղասպանության թեման քաղաքականացնելուն եւ անվարո է համարում, երբ այն շղարկում են ու ինքնադրսևորվում։ Ցեղասպանության զոհերի հիշատակման այս խորհրդանշական օրը երկրի կառավարիչն առիթ է փնտրում իր խոնարհումը ցուցաբերելու Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներին իր խոսնակի շուրթերով հնչեցնելով հարևան պետության դրոշ այրելը սադրիչ եւ հրահրող գործելակերպ է, անպատասխանատու ու անընդունելի գրել է ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Իշխանության համար ընդունելին արտաքին քաղաքական օրակարգից ցեղասպանության հարցը հանելն է, պատասխանատվությունը թուրք-ադրբեջանական նախապայմանների կատարումը, ինչ վերաբերում է սադրանքներին եւ հրահրումներին, ապա այդ գործելավոճը դաջված է Փաշինյանի սիրելի գործընկերների թուրք ու ադրբեջանցի ճակատին, որոնց ցեղասպան վարքը դրսևորվել է 110 տարի առաջ Արևմտյան Հայաստանում, 37 տարի առաջ Բաքվում, Սումգայիթում եւ Գանձակում, 2 տարի առաջ էլ Արցախում։ Հայաստանն այսօր հիշում է անցյալը եւ նայում ապագային ձգտելով գալիք սերունդների համար կառուցել խտրականությունից եւ բռնությունից զերծ հանդուրժողականության, հարգանքի, մարդու իրավունքների պաշտպանության եւ խաղաղության արժեքների վրա հիմնված միջավայր ասված է հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ արտգործնախարարության հայտարարության մեջ։ Արտգործնախարարությունը նկատում է, որ հայոց ցեղասպանության նման ոճրագործությունները կանխելու հրամայականի գիտակցություններ նաեւ որ հանգեցրեց ցեղասպանության հանցագործությունն իրավաբանորեն սահմանելու անհրաժեշտությանը, որը դրսևորվեց ցեղասպանության հանցագործության
հանրապետությունը կանխարգելելու եւ պատժելու մասին 1948 թվականի ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունմամբ։ Հիշեցնելով ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Հայաստանի քայլերը, ԱԳՆ-ն ընդգծում է, որ այդ բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ այլևս երբեք կարգախոսից վերածվի իրականության։ Նորին սուրբոցություն Տեր Գարեգին II ծայրագուն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ոգեկոչելու հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը։ Հուշահամալիրում անմար քրայակի մոտ Վեհապար Հայրապետի նախագահությամբ կատարվեց հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր, որ երգինս ես Սուրբ Եղիցի անուն քո Եկես սե արքայություն քո Այսօր սիրելիներ ոգեկոչում ենք հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը ոգեկոչում ենք Արցախում մեր ժողովրդի զավակաց հանդեպ իրագործված ցեղասպանական գործողությունների արցախյան կորուստների ցավը մեր սրտում։ Ծիծեռնակաբերդի նվիրական այս բարձունքին մեր հոգևորականած եւ մեր ազգի զավակաց հետ միասին աղոթք վերառակեցինք առ Աստված, հայցելով, որ Տերը զորացնի մեր ժողովրդին։ Իր հոգու ցավն ու տրտմությունը եւ տառապանքը ուժի վերածելու, հաղթարելու մեր կյանքում արկա դժվարությունները եւ նորանոր իրագործումներով շենացնելու հայրենական մեր երկիրը եւ կերտելու մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր կյանքը թող Աստված օգնական ու պահապան լինի ազգիս հայրենաշինության իր առաքելության նվիրական ճանապարհին Տիրոջ սերը եւ ողորմությունը այսօր եւ միշտ թող ուղեկից լինի ազգիս հայոց։ Արցախի հանրապետության ազգային ժողովը հայտարարություն է տարածել 1915 թվականի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հայոց ցեղասպանության վերաբերյալ, նշելով, որ դա մարդկության պատմության ամենաբարբարոսական հանցագործություններից է, որի նպատակն էր հայ ժողովրդի ամբողջական ոչնչացումը։ Ցավոք այդ հանցագործությունը մինչ այսօր անպատիժ է, ինչի պատճառով այն դարձել է նախադեպ նոր ցեղասպանական գործողությունների համար։ 2020-ից 2023 թվականներին Արցախում տեղի ունեցած ռազմական հանցագործությունները, հյուսիչ շրջափակումը, բռնի տեղահանությունն ու վայրագությունները ադրբեջանական իշխանությունների կողմից նույն ցեղասպանական ծրագրերի շարունակությունն են 21-րդ դարում։ Ադրբեջանի ձեռնարկած բոլոր գործողությունները, Արցախի հայաթափումը, էթնիկ զտումները եւ հայ ժողովրդի պատմական ներկայության վերացումը համապատասխանում են ցեղասպանության միջազգային իրավական սահմանմանը։ Միջազգային հանրությունը պարտավոր է համարժեք իրավական ու քաղաքական գնահատական տալ այդ գործողություններին, արձանագրելով դրանց համապատասխանությունը ցեղասպանության համապարփակ սահմանմանը։ Ցեղասպանությունը լռությամբ ընդունելը հանցավոր անտարբերություն է, անպատիժ ցեղասպանությունը նոր ցեղասպանության հրավեր։ Ցավոք, որ այս իրականության մեջ անհասկանալի ու անբացատրելի են նաև Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել X-ում։ Իր հայատար գրառման մեջ Մակրոնը նշել է 110 տարի առաջ սկսվեց հայոց ցեղասպանությունը։ Այսօր ապրիլի 24-ին ոգեկոչման ազգային օրը հիշենք բոլոր զոհերին եւ կենթանի պահենք նրանց հիշատակը։ Շարունակենք գործել մարդկության անունից հանուն ճշմարտության եւ արդարության։ Ռուսաստանի Դաշնությունը սգում է հայ ժողովրդի հետ Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ասվում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ուղերձում։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանի ղեկավարության եւ այլ դիվանագետների հետ նաեւ մասնակցել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ դնելու եւ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու արարողությանը։
Ապրիլի 24-ը 110-րդ տարելիցն է 20-րդ դարի առաջին կեսի ողբերգական իրադարձություններից մեկի Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության։ Այս մասին ամեն շաբաթ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Ըստ Մարիա Զախարովայի Ռուսաստանի մի շարք քաղաքներում, այդ թվում մայրաքաղաք Մոսկվայում, մի շարք հիշատակի միջոցառումներ են անցկացվում, որոնց մասնակցում են ոչ միայն հայ համայնքի ներկայացուցիչները։ Ռուսաստանում միշտ եղբայրական հայ ժողովրդի վիշտն ընկալել են որպես իրենցը։ Պատմական վկայությունների համաձայն 1915 թվականին Կովկասյան բանակը Նիկոլայ II-ի հրամանով բացելով ռուս-թուրքական սահմանը փրկել է առնվազն 350,000 հայի։ Մոսկվայի դիրքորոշումն այդ իրադարձությունների մասին լավ հայտնի է, այն հետևողական է։ Ռուսական դիվանագիտության նրա ղեկավար Սերգեյ Սազոնովի նախաձեռնությամբ միջազգային հանրության առաջադեմ անդամները կատարվածը որակեցին որպես մարդկության դեմ հանցագործություն։ Ռուսաստանն աշխարհի առաջին երկրներից է, որը ճանաչել է հայոց ցեղասպանությունը։ ՌԴ Պետդուման 1995 եւ 2005 թվականներին ընդունել է հայտարարություն դատապարտելով հայոց ցեղասպանությունը։ 2015 թվականին էլ Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է զոհերի հիշատակի արարողությանը։ Զախարովան մեկնաբանել է նաև օրեր առաջ Գյումրիում գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովի եւ Դիմադիր Մար Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Կարեն Սիմոնյանի հանդիպումը։ Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանն աշխատում է այս կամ այն երկրի բոլոր քաղաքական ուժերի հետ։ Հանդիպումը, որի մասին դուք խոսում եք, մեր արտասահմանյան դիվանագիտական հաստատությունների առօրյա աշխատանքի մի մասն է։ Ռուս դիվանագետները շփվում են այս կամ այն երկրի քաղաքական ուժերի ամբողջ սպեկտրի ներկայացուցիչների հետ։ Դա արվում է տարբեր ուղղություններով երկկողմ կապերն առաջ մղելու համար։ Գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը մեծ հաղթանակի տոնակատարության ընթառաջ Գյումրու ավագանու բոլոր քաղաքական ուժերի ղեկավարությանը հրավիրել է մասնակցելու գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցած հանդիսավոր ընդունելությանը։ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության զանգվածային արտագաղթը 1915 թվականի ողբերգության շարունակությունն է, ոմանց կասկածելի հիմնավորումներով եւ դավաճանությամբ ուղարկված հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընթരാճ հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Այսօր, երբ մենք գլուխ ենք խոնարհում զոհվածների հիշատակի առջև, պարտավոր ենք խոսել ոչ միայն անցյալի, այլև ներկայի մասին։ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության զանգվածային արտագաղթը սոսկ աշխարհաքաղաքական հանգամանք չէ։ Դա ողբերգության շարունակությունն է, մեր դարում քողարկված ոմանց կասկածելի հիմնավորումներով, մյուսների դավաճանությամբ։ Մենք նշում ենք դարերով իրենց հողի վրա ապրած մարդկանց այսօրվա դժբախտությունները, պատմության, կրոնական եւ մշակութային հուշարձանների հափշտակության փորձը, գերիների նկատմամբ Շեմյակինի դատավարությունը։ Դա չի կարող անտարբեր թողնել մեր խղճին։ Այս օրերին հատկապես դժվար է հետևել, թե ինչպես են հենց Հայաստանում արտաքին եւ ներքին ուժերի ճնշման տակ խարխլվում ազգային ինքնագիտակցության հիմքերը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է հարձակման ենթարկվում հայ առաքելական եկեղեցին, ինչպես է ոտնահարվում պատմական հիշողությունը, ինչպես են քանդվում կապերը նրանց հետ, ովքեր դարեր շարունակ դաշնակից ու բարեկամ են եղել։ Թուրք հայտնի մտավորական պատմաբան Թաներ Ակչամը, որն այս օրերին Երևանում ներկայացնում է իր ցեղասպան պետության ակունքները գիրքը, կարծում է, որ հայկական ակոս թերթի խմբագիր հասարակական գործիչ Հրանտ Տիմքի սպանությունից հետո Թուրքիայում շատ բան է փոխվել, մարդիկ սկսել են ավելի շատ խոսել հայոց ցեղասպանության մասին, բազմաթիվ քաղաքներում կատարվել են հիշատակի արարողություններ, ինչը հոգեբանական հաղթանակ է նրանց համար, որոնք այսօր էլ Թուրքիայում պայքարում են մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար, իշխանություններին կոչ անելով նաև առերեսվել պատմական իրողությունների հետ։ Միջազգային ասպարեզում թուրքական իշխանությունները կորցրել են բոլոր հեղինակավոր հարթակները, որտեղ կարող են խոսել հայերի ցեղասպանության ժխտման մասին։ 2000-ական թվականներին ես նույնպես ենթարկվում էի հարձակումների, նույնիսկ ԱՄՆ-ում, երբ պարբերաբար մասնակցում էի համաժողովների ու ներկայացնում էի զեկույցներ միայն ոստիկանության պաշտպանության ներքո։ Չնայած այդ խոչընդոտներին, ամերիկյան համալսարաններում հայոց ցեղասպանությունն արդեն փաստագրված եւ անժխտելի իրողություն է։ Ես գիտեմ միայն մի բան՝ մեզ մնում է շարունակ պայքարել։ Կա ասացվածք, ազատությունն ազատ չէ։ Եթե ուզում ես արդարադատություն, ժողովրդավարություն եւ ազատություն, հարգանք մարդու իրավունքների նկատմամբ, ապա դրանք անվճար արժեքներ չեն եւ ազատորեն մարդկանց չեն տրվում։ Հետևաբար դուք պետք է վճարեք դրա համար։ Թուրքիայում կան բավականին շատ մարդիկ, ովքեր պատրաստ են վճարել այդ գինը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական ապրիլ 24-յան ուղերձով է հանդես եկել Ստամբուլի հայկական Ակոսի հաղորդմամբ Էրդողանի ուղերձն ընթերցվել է Ստամբուլի հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցում հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը նվիրված պատարագի ժամանակ։ Էրդողանն ինչպես միշտ իր ցավակցական ուղերձում նշել է, թե ցավակցում է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին դժվարին ժամանակներում մահացած օսմանյան կայսրության հայերի թոռներին։ Ապրիլի 23-ին ժամը 22:20-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Դժուժացներ չկան։ Ադրբեջանական կողմին կոչ են կանում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գտակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով, նշվում է հայտարարության մեջ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր արձագանքում հայտարարել է, որ սա իբր եւս մեկ ապատեղեկատվություն է եւ չի համապատասխանում իրականությանը, կրկնել, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները երբեք կրակ չեն բացում քաղաքացիական անձանց եւ օբյեկտների վրա։ Թուրքիայի աղետների եւ արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը հայտարարել է, որ Ստամբուլում տեղի ժամանակով 7:19-ին 4.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնը գտնվել է Մարմարածովում, Ստամբուլի Büyükçekmece շրջանում։ Մարմարայի երկրաշարժի մասին գիտնականները վաղուց են զգուշացնում։ Սիլիվրիի ափամերձ շրջանում առաջին անգամ տեղի ունեցած 3.9 մագնիտուդով երկրաշարժից հետո ժամը 12:49-ին Ստամբուլում տեղի է ունեցել եւս 1.6.2 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծ փուճապ է առաջացրել քաղաքում։ Երկրաշարժից հետո հետցնցումները շարունակվում են։ Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուի ներկայացրած վերջին տվյալների համաձայն երկրաշարժի հետևանքով տուժել է 236 մարդ։ Մարդիկ, որոնք խուճապահար դուրս են եկել տներից, գիշերն անցկացրել են դրսում, դպրոցների բակերում, այգիներում, մարզասրահներում եւ մզկիթներում։